Բաբաջան դադարան, ես քննչականում եմ ցուցմունք տվել։ Անշուշտ ձեզ տեղել եմ պատրաստ տալու։ Ուղղակի մի բան ասեմ ձեզ, եթե թույլ եք հայտարարության տեսքով կար, շատ կար։ Ասենք հետո։ Չէ, այստեղ մի հատ հարց կա էլի, իսկապես ամեն մի հայ համար ամոթ է, որ մեր Բագրատ Սրբազանը գտնվում է ճաղերի հետևում։ Բաբաջան դադարան, ես կոչ եմ անում, չգիտեմ, կոչ, հորդոր, միջնորդություն, նախ Բագրատ Սրբազանին ազատ արձակելու հարցը նայենք, հետո արդեն ցուցմունքը դատական process-ը կանենք առաջ։ Արտուր Սարգսյան։ Կանացրեց, որ դա այդ թվում նաև մեր միջնորդությանն է վերաբերում, ես ուզում եմ հակապաստարկել։ Խոսքը վերաբերում է ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակցին, որը մենք հաստատել ենք, որ դատարանի դիմել ենք, որպեսզի հարցակններ։ Հանրային մեղադրողը նշում է, որ եթե այդպես լինի, ապա բոլոր քննչական կամ գաղտնի քննչական գործողություններ կատարողներին եւ կառույցների ղեկավարներին կարող են հրավիրել հարցակնության։ Պատվաժան դատարան ժամանակ է անցել, ես ստիպված եմ վերահաստատել մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումը դրա հետ կապված չէր։ Կապված էր շատ պարզ հանգամանքի հետ։ Կոնկրետ անձը, պաշտոնատար անձը, որը պարտավոր է գործել բացառապես օրենքի սահմաններում, արձանագրել է մի զրույց, որտեղ նշել է իմ պաշտպանյալի Տիգրան Գալստյանի անունը եւ այդ զրույցի ընթացքում որևէ տեղ պաշտպանյալս որևէ բառ չի ասում, ավելին քրեական գործում արկա է մեկ այլ փաստական տվյալեն մասին, որը ես կասեի բացառում է, բայց մեղմ ձևակերպում կասեմ, գրեթե բացառում է, որ անգամ տեսականորեն երևանցիները կպատկերացնեն բանից ցիրկի մոտից 4 րոպեվա մեջ մարդը հայտնվի Բագրատ Սրբազանի կացարանի մոտ։ Այս հանգամանքի պարզելը, բայց ուրիշ որտեղից պարզենք, պատվաժան դատարան։ Այդ ընդհանուր դատողությունները իմ կարծիքով այս բaragայում վերաբերելի չեն։ Ես ոչ միայն պնդում եմ, այլև շատ եմ պնդում, որպեսզի համապատասխան պաշտոնատար անձը հրավիրվի եւ հարցակնվի ոչ թե մեր կմահաճույքից ելնելով։ Մենք այլ տարբերակ չունենք պարզելու այն հանգամանքը, թե պաշտպանյալս, որը երկար ժամանակ անցկացրել է անազատության մեջ, առավելապես հենց այդ ապացույցի հիման վրա, որ ես ուզում եմ հատուկ նշեմ, որ մենք որևէ կերպ խնդրում եմ չմեկնաբանել, որ իմ դիրքորոշումները անգամ ակնարկով նշանակում են, որ այդ զրույցի ընթացքում որևէ ոչ իրավաչափ այսպես զրույց է տեղի ունեցել, բնավ ոչ, բայց դա երկրորդ հարցն է։ Փաստն այն է, որ պաշտպանյալս այդ զրույցին չի մասնակցել։ Մենք խնդրում ենք դատարանին բավարարել այս մասով եւ կողմերի հավասարությունը ապահովել։ Այսքան։ Միանալով իմ գործիքերուչը պատվաժան դատարան նաեւ փաստենք են հանգամանքը, ինչու համար նաեւ մեր կողմի համար շատ կա, որտեղ Չախալյան ազգանունը հնչեցնելուց հետո վաղ բառն է ավելանում։ Հետևաբար մեծ համար նույնպես որպես դատավարակում շատ կարևոր է հասկանանք այդ վաղ բառը տվյալ անձը, պաշտոնատար անձը ենթադրեց, թե որտեղից եկավ հայտնվեց գործի մեջ։ Այսքան։ Պատվարժան դատարան, նախ մի հարցի վերաբերյալ շփոթությունը առաջացել ուզում եմ։ Շփոթությունը հարթենք պարոն Արությունյանը նշեց ԱԾ աշխատակից Հովհաննես Ավետիսյանը։ Մինչդեռ ես միջնորդել եմ հարցաքննել Հովհաննես Ավետիսյանին, ով չի հանդիսանում ԱԾ աշխատակից, հավանաբար պարոն Մելիքյանի միջնորդության հետ տվյալների հետ շփոթվեց։ Հովհաննես Ավետիսյանն այն անձն է, ում հետ խոսակցությունը վերագրվում է հունվար 2-ի խոսակցությանը, որտեղ իբրև թե հնչել է անձգնդակահարելու վերաբերյալ պնդումներ, ինչի համար է դա կարևոր, որովհետև առանցքային քրեական վարույթի համար տենց կարևոր նշանակություն ունեցող խոսակցություն ու տենց կարևոր վկային, չգիտես ինչի ոչ քննչականն է կանչել հարցաքննության, հասկանալու համար այդ ինչ է խոսացել այնտեղ, ոչ է հետագայում որևէ գործողություն կատարվել է, ես էլ կարող եմ ասել անձի հրապարակային հայտարարություններից, որ պնդել է, որ իրեն ոչ մեկ հարցաքննության չի կանչել։ Ուստի երևի շփոթության արդյունքը պնդում եմ այդ հատվածը, որ Հովհաննես Ավետիսյանը անձնական տվյալներն էլ
փաստն ներկայացրել եմ դատարանին, լրացուցիչ համապատասխան փուլում կրկին իրազեկեմ, այդ անձը գայև դատարանում հարցաքննվի։ Նաև քանի որ ինչպես ասացի դատախազների ներկայացման ժամանակ չէր մատնանշվել ապացույցը Բագրատ Միքայել Սրբազանների խցի խոսակցության եւ միայն հետագայում էջերը թվարկելուց նշվել էր, այդ հարցը մտահոգություններ առաջացրել, այսօր պաստորեն Արային մեղադրողը ասեց, որ դրանք նույնպես ուզում են լսեն, բայց այդ պարագայում մենք պետք է վերադառնանք այն հարցին, չարչարկված, թե իրականում վերդիկտ կայացնելու համար ինչ հանգամանք պետք է այդ ապացույցը հաստատի, հաշվի առնելով, որ այն ձեռք է բերվել անձանց կալանավորումից հետո, այսինքն այն պարագայում, երբ որ ըստ վարույթն իրականացնողի նախկինում տեղի ունեցել հանցագործություն, այդ բոլոր գործողությունների ավարտից հետո, երբ որ անձին կալանավորված են եղել անձանց ուրեմն կալանավայրում խուցը գաղտնալսվել է, որը ինքնին ապօրինի է դրա վերաբերյալ ապացույցի անդրադառնության առանձին միջնորդություն պետք է ներկայացնենք հաջորդ փուլում, եթե օրինակ այդ միջնորդությունը պնդվում է, բայց մինչև դրան անդրադառնալը պետք է շատ հստակ պատասխան հնչի, թե ինչ փաստական հանգամանք վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող պետք է դա հաստատի։ Խնդրեմ ես մասով լրացուցիչ պարզաբանումներ մեղադրանքի կողմից, իսկ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեին նախագահային հարցաքննելու վերաբերյալ պարոն Մելիքյանն էլ նշեց, որ մեր միջնորդությունը չի նշանակում, որ բոլոր գործերով պետք է պաշտոնատար անձին կան հարցաքննվեն, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ պաշտոնատար անձին բոլոր գործերով կամ sense կառավարության գործերով հրապարակային հայտարարություններ պետք է անեն անձանց անիրավի մեղադրելով տարբեր իրավունքների մեջ, ուստի իրենց ակտիվ գործողությունների արդյունքն է, որ իրենք հայտնվել են այդ միջնորդության տիրույթում եւ իրենց գործնյութերից չբխող հայտարարությունների վերաբերյալ այո, պնդում ենք միջնորդությունը եւ բանն եք ասել այդ կապակցությամբ այդ մասով Բագրատ Սրբազյանը նույնպես լրացում է։